Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի տունը։ Թե ինչ են փնտրում իրավապահները եւ ինչ գործով են խուզարկում տունը, պարզ չէ։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ խուզարկությունները իրականացվում են վախի մթնոլորտ ստեղծելու, դիմադրության շարժումը ճնշելու նպատակով։ Նույն կարծիքն է հայտնել նաեւ փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Կնայել է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հերթական դեմադրումն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը չունենալով այլևս որևէ հնարավորություն ներկայացնելու իրականությունը եւ հեռանալու իշխանությունից փորձ է անում ներգրավել նաեւ իրավապահ համակարգը։ Սա այն վախի մթնոլորտի շարունակությունն է բոլոր քաղաքական գործիչներին, որոնք այսօր պայքարում են եւ դրսում են, իսկ ինչպես արդեն կրկնել եմ, դաշնակցությունը տվյալ դեպքում համարվում է լոկոմոտիվ։ 2022 թվականի հունիսի 22 Երևան քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցները քննչական կոմիտեի մի շարք քննիչների հետ համատեղ ներխուժում են ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի փաստացի բնակության վայր, խուզարկություն կատարելու նպատակով։ Խուզարկության հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ Սուրեն Մանուկյանը կասկածվում է հոկտեմբերյան քաղաքում ընտրակաշարք բաժանելու մեջ, սակայն ինչպես այդ պահին, այնպես էլ հետագայում պարզվում է, որ Սուրեն Մանուկյանը վերջին 10 տարիների ընթացքում չի եղել հոկտեմբերյան քաղաքում եւ ֆիզիկապես չէր կարող ընտրակաշարք բաժանել։ 2022 թվականի հուլիսի 5 Սուրեն Մանուկյանը հրավիրվում է Տավուշի մարզի քննչական կոմիտե մեկ այլ գործի շրջանակներում։ Այնտեղ պարզվում է, որ գործը վերաբերում է այն հանգամանքին, թե ի բռնա։ Իր ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանին սպառնացել է, որ սպանելու է նրա հորն ու մորը։ Սուրեն Մանուկյանը հարցաքննվում է որպես կասկածյալ։ Հետագայում այս գործը կարճվում է այն հիմքով, որ նախաքննական մարմինը պարզում է, ոստիկանի տված ցուցմունքը արժանահավատ չէ, եւ նույնիսկ այդ ոստիկանն ու Սուրեն Մանուկյանը իրար չեն ճանաչում։ 2022 թվականի հուլիսի 27 ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը իր Facebook-յան էջում հայտարարում է, որ իր հայրը անհետացել է։ Դրանից հետո Տավուշի մարզի քննչական կոմիտեում հարուցվում է քրեական գործ անձի անհետանալու եւ սպանության հոդվածներով։ 2022 թվականի օգոստոսի 2 աժնախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը իր Facebook-յան էջում նոր հայտարարություն է տարածում, որ իր հայրը գտնվել է ողջ եւ առողջ։ 2022 թվականի օգոստոսի 3 Խաչատուր Քոքոբելյանը ցուցմունք է տալիս եւ հայտնում մանրամասներ, որ իրեն առևանգել են, քանի որ ավտոմեքենայի մակնիշը չի հիշում։ Նշում է, որ այն եղել է Opel մակնիշի ավտոմեքենայի նման ավտոմեքենա։ Ցուցմունքում 3 անգամ նշում է, որ ճանապարհին ոչ միտեղ չեն կանգնել եւ նույն ավտոմեքենայով իրեն տարել են դեպքի վայր։ Նշում է նաեւ, որ այն վայրը, որտեղ իրեն պահել են, Սարամասում գտնվող մեքսենյականոց տուն է եղել։ Եվ այդ սենյակից դուռ է բացվել դեպի զուգարան։ Նշում է նաեւ, որ իր հետ մնացող անձը եղել է 1 հոգի, բարձրահասակ եւ մկանոտ տղա, իսկ այլ անձի ինքը չի տեսել։ Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ 2022 թվականի օգոստոսի 4-ին քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը որոշում է կայացնում Տավուշի մարզային քննչական կոմիտեում քննվող քրեական գործն ուղարկել ՀՀԿ քննչական կոմիտեի ՀԿ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Գործը տեղափոխվելուց հետո սկսվում է ուսումնասիրվել Սուրեն Մանուկյանի տեղաշարժը 2022 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ներկայացվածի տեսնելով, որ Սուրեն Մանուկյանը առևանգման առավոտյան Իջևան քաղաքում չի եղել, եւ դա մեղադրական վարկածի հետ համապատասխանեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի տուժողը փոխի իր ցուցմունքը։ Այդպես էլ լինում է։ Տուժողը հաջորդ 3-րդ ցուցմունքում նշում է, որ իրեն առևանգել են անհայտ մակնիշի ավտոմեքենայով, սակայն ճանապարհին տեղափոխել են այլ ավտոմեքենայի մեջ։ Նախաքննական մարմինը, ըստ ներկայացվածի, առանց որևէ փաստական տվյալների այդ վարկածն ընդունում է։ Ըստ տուժողի 3-րդ ցուցմունքի նրա աչքերը փակ են եղել եւ նա չի տեսել, թե ինչ ավտոմեքենայի մեջ են իրեն տեղափոխել։ Գործում, ըստ ներկայացվածի, արկա չէ որևէ տեսագրություն, որով երևա, որ տուժողը եղել է այդ ավտոմեքենայի մեջ։ Ինչպես նաև չկա որևէ ականատես վկա, որը կհաստատի այդ հանգամանքը։ Ավելին, գործում կա փորձագետի եզրակացություն, ըստ որի տուժողը երբեք չի եղել Սուրեն Մանուկյանի վարած Պրադո ավտոմեքենայի մեջ։ Չնայած դրան, մեղադրական եզրակացությունը ձևակերպվել է այնպես, որ տուժողին առևանգել են անհայտ մակնիշի ավտոմեքենայով եւ հետագայում տեղափոխել Սուրեն Մանուկյանի վարած Պրադո ավտոմեքենայի մեջ։ Կարևոր է նաև, որ տուժողի Աչաչուր գյուղում գտնվող տանը
Այսինքն, դեպքի վայրում առկա են թվով 9 տեսախցիկներ։ Ըստ ներկայացվածի, դրանցից ստացված տեսաձայնագրող սարքի տվյալները քրեական վարույթի նյութերում հայտնվել են միայն 4 տարի անց։ Բացի այդ, Աչաջուր գյուղ մուտք գործող եւ գյուղից դուրս եկող ճանապարհներին նույնպես առկա են տեսախցիկներ, որոնց տեսագրություններով ներկայացվածի չի արձանագրվել անհայտ մակնիշի ավտոմեքենայով ենթադրյալ առևանգման պահը։ Նշվում է նաեւ, որ գործում առկա չէ որևէ վկա, ով ականատես է եղել առևանգման փաստին։ Այդ ընթացքում, ըստ ներկայացվածի, իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցություններ են վարում Խաչատուր Քոքոբելյանի հետ, որպեսզի վերջինս համագործակցի իրենց հետ կեղծ շինծու գործ կազմելու հարցում։ Սկզբում Խաչատուր Քոքոբելյանը չի համաձայնվում, սակայն հետագայում, երբ հասկանում է, որ իրենից կարող են խլել իր բիզնեսները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում եւ հաշվի առնելով, որ այդ ընթացքում նորեր $100 ձեռք բերել Մարցգետի վրա գտնվող հիդրոկայանը, որը, ըստ ներկայացվածի, տարեկան ապահովում էր շուրջ 200 միլիոն դրամ եկամուտ, ստիպված համաձայնվում է։ Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50,000 դրամի դիմաց են վաճառել Մարցգետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։ Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարփինյան եղբայրների ու Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու Յուրի Քոքոբելյանի միջև անցած տարվա խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում ու Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։ Ազատության գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է 1.5 էջանոց առողվաճառքի պայմանագիրը, որում նշված է. Վաճառողներն իրենց պատկանող 100% բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50,000 դրամ։ Ընդ որում նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԵԿ-ը տնօրինող Արգիշտի երկու ընկերության 50,000 դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է, ավելի քան $500 միլիոն։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԵԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ $500 միլիոն արտադրանք է թողարկել։ Ինչու են Դարփինյաններն այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ մոտ $100-ով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել։ Նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։ Ըստ ներկայացվածի, պայմանավորվածությունը լինում է հետևյալը. Ինքը օգնում է նախաքննական մարմնին Սուրեն Մանուկյանի կալանավորման հարցում, իսկ իրավապահ մարմինները երաշխավորում են, որ մի քանի ամիս անց կալանավայրում ձեռք բերվելիք համաձայնության արդյունքում այնպես կանեն, որ հետագայում Սուրեն Մանուկյանը Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքի նկատմամբ որևէ պահանջ չի ունենա, սակայն ըստ ներկայացվածի, երբ կալանավայրում այդ հարցով մոտեցել են Սուրեն Մանուկյանին, նա հրաժարվել է որևէ գործարքի գնալ, հայտարարելով, որ ինքը հոգի ծախող չէ։ 2022 թվականի օգոստոսի 5 Սուրեն Մանուկյանին ձերբակալում են Զվարթնոց օդանավակայանում եւ տեղափոխում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Այնուհետև քննիչի հետ կապ հաստատելուց հետո նրան ազատ են արձակում։ Ըստ ներկայացվածի քննիչը Սուրեն Մանուկյանին հարցնում է, թե արդյոք նա կարող է ներկայանալ քննչական կոմիտե 2022 թվականի օգոստոսի 8-ին։ 2022 թվականի օգոստոսի 8 Սուրեն Մանուկյանը իր պաշտպան Սերգեյ Ոսկանյանի հետ ներկայանում է քննչական կոմիտե։ Քննիչը տեսնելով, որ Սուրեն Մանուկյանը ներկայացել է, հայտնում է, որ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իրեն կանչել է եւ անհրաժեշտ է սպասել մինչեւ նա վերադառնա։ Վերադառնալուց հետո քննիչը հայտնում է, որ կարևոր գործերով պետք է մեկնի այլ վայր եւ այդ պահին չի կարող հարցաքննել Սուրեն Մանուկյանին։ Նա Սուրեն Մանուկյանին ծանուցում է տալիս ներկայանալու 2022 թվականի օգոստոսի 11-ին։ 2022 թվականի օգոստոսի 11 Սուրեն Մանուկյանը քննչական կոմիտե գնալու ճանապարհին կանգնեցվում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցների կողմից։ Ըստ ներկայացվածի, նրանց գործողությունները նկարահանվում են մի շարք տեսախցիկներով։ Սուրեն Մանուկյանին պարկեցնում են գետնին եւ տեղափոխում քննչական կոմիտե։ Այնտեղ Սուրեն Մանուկյանը իր պաշտպան Սերգեյ Ոսկանյանից տեղեկանում է, որ իր ձերբակալման որոշումից մոտ 3 ժամ առաջ Խաչատուր Քոքոբելյանը իր Facebook-յան էջում կատարել է հետևյալ հրապարակումը. Խաչատուր Քոքոբելյանի Facebook-յան գրառումը հարգելի քաղաքացիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ աժնախկին падգամավոր Սուրեն Մանուկյանը եւ եւս 2 հանցակից։ Նույն գործով կա եւս 2 ձերբակալված արտերկրում։ Նշեմ նաեւ, որ տվյալ անձանց ոչ ես։
Ոչ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել եւ որևէ առնչություն երբևէ չենք ունեցել։ Ակնկալում եմ դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը։ Ոստիկանապետ Վահե Ղրազարյանին եւ միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի եւ իրականացրած աշխատանքների համար։ Հետագա զարգացումների եւ հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ։ Նշեմ նաեւ, որ այս դեպքերից անցել է արդեն 4 տարի, սակայն մինչ օրս Խաչատուր Քոքոբելյանը, բացի մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի արդիվ հրապարակված շնորհավորանքներից, այս քրեական գործի վերաբերյալ որևէ հրապարակային գրառում չի կատարել։ Այնինչ իր Facebook-յան գրառմամբ խոստացել էր հանրությանը տեղեկացնել գործի հետագա զարգացումների եւ մանրամասների մասին։ Ավելին, գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ արտերկրում որևէ անձ չի ձերբակալվել։ Թեև հրապարակման մեջ նշվում էր, որ նույն գործով կա եւս 2 ձերբակալված արտերկրում։ Գրառումը կայծակնային արագությամբ տարածվեց, դառնալով հանրային լայն քննարկման առարկա ոչ միայն հասարակության, այլև քաղաքական շրջանակների ներսում։ Ուշագրավ է, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալությունից հետո պահվել է խիստ մեկուսացված պայմաններում, շփման իրավունք ունենալով միայն իր պաշտպանների հետ։ Նա մոտ 2 տարի պահվել է ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Այնուհետև 1 տարի Արմավիր քրեակատարողական հիմնարկում փաստացի զրկված լինելով արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից։ Այս պայմաններում հանրային դաշտում շրջանառվող տեղեկատվության հիմնական աղբյուրը եղել են այսպես կոչված տուժող կողմի հայտարարությունները, մինչդեռ պաշտպանական կողմի դիրքորոշումն ու փաստարկները երկար ժամանակ հանրայնորեն չեն ներկայացվել։ Ներկայումս քրեական գործը քննվում է ըստ էության Տավուշի մարզի առաջին Ացյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատական նիստերն անցկացվում են դռնբաց ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել գործի նյութերը։ Մինչ օրս դատարանում հետազոտվել են հանրային մեղադրողի կողմից ներկայացված բոլոր ապացույցները։ Հարցաքննվել են բոլոր վկաները եւ տուժողները։ Սուրեն Մանուկյանը միակ կալանավորված անձն է, ով գտնվելով արդեն 4 տարի անազատության մեջ։ Այժմ կարողանում է շփվել միայն իր մերձավոր շրջանակի հետ։ Քոքոբելյանների պնդմամբ նրանց հայրը առևանգվել է Աչաջուր գյուղում գտնվող իրենց տամբակից, սակայն մի շարք հանգամանքներ ըստ ներկայացվածի։ Լուրջ կասկածներ են հարուցում այդ վարկածի իրականության վերաբերյալ։ Տունը գտնվում է գյուղի սկզբնամասում, հիմնական երթևեկելի հատվածում։ Գյուղն ունի շուրջ 6000 բնակիչ։ Տան տարածքում տեղադրված են 9 տեսախցիկներ։ Գյուղ մտնող եւ դուրս եկող բոլոր ճանապարհներին առկա են տեսանկարահանող սարքեր։ Տանն աշխատում են 2 մշտական աշխատողներ, որոնք աշխատանքի են ներկայանում առավոտյան ժամը 7-ին, ամեն օր մոտ 30 այգիների բանվոր, ժամը 7:30-ին։ Հավաքվում են նույն տամբակում։ Չնայած այս հանգամանքներին, քրեական վարույթի ընթացքում ըստ ներկայացվածի պարզվել է, որ տան տեսաձայնագրող սարքի տվյալները միայն 4 տարի անց են հայտնվել դատարանում։ Տեսաձայնագրող սարքը արգրավվելուց հետո 4 տարի անհետացած է եղել։ Ոչնչացվել են նաև Աչաջուր գյուղմուտքն ու ելքը գրանցող բոլոր տեսագրությունները։ 2022 թվականի օգոստոսի 14 Սուրեն Մանուկյանին կալանավորում են 2 ամսով։ Այնուհետև ըստ ներկայացվածի նախաքննական մարմինը Սուրեն Մանուկյանի հետ համաձայնության չկարողանալով գալ, որոշում է կայացնում ավելացնել եւս 1 հոդված։ Ըստ ներկայացվածի Խաչատուր Քոքոբելյանի հետ ձեռք է բերվում նոր պայմանավորվածություն, որի համաձայն համակարգչային եղանակով Photoshop-ի միջոցով պատրաստվելու էր նամակագրություն, որը պետք է ներկայացվեր այնպես, թե իբր այն ստացվել է ենթադրյալ հանցագործներից։ Ըստ ներկայացվածի այդ նամակագրությունը պետք է ուղարկված չլիներ մեղադրյալների հեռախոսահամարներից, այլ մեկ այլ ուկրաինական համարից, որտեղ նշված կլիներ, որ առևանգման ժամանակահատվածում իրենցից որպես հոր փրկագին գումար են պահանջել։ Ըստ ներկայացվածի այդպես էլ տեղի է ունենում եւ Խաչատուր Քոքոբելյանը տալիս է իր համաձայնությունը։ 2022 թվականի օգոստոսի 25 Խաչատուր Քոքոբելյանը նախաքննական մարմնին է ներկայացնում էլեկտրոնային կրիչ, որի վրա ըստ ներկայացվածի արկա է լինում այդ եղանակով պատրաստված նամակագրությունը։ Ինչպես նաև 2 տեսագրություն, որոնցում իր հայրն է խոսում։ Այն ներկայացվում է այնպես, թե իբր այդ նյութերը նա ստացել է իր հեռախոսահամարի WhatsApp հավելվածով։ Սակայն ըստ ներկայացվածի ուշագրավ հանգամանքն այն է, որ տեսանյութերի ստեղծման ֆայլերի մետատվյալները ցույց են տալիս, որ դրանք նկարահանվել են 2022 թվականի օգոստոսի 24-ին, այսինքն Սուրեն Մանուկյանի ձերբակալությունից մոտ 2 շաբաթ անց։ Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ ըստ վարույթի նյութերի Խաչատուր Քոքոբելյանը իր հոր փրկագնի համար գումար է փոխանցել ենթադրյալ հանցագործներին իր հայրիկի տուն վերադառնալուց հետո։
Դատարանում Քոքոբելյան եղբայրների հարցաքննության ժամանակ նրանց հարց է տրվել այդ փոխանցումների վերաբերյալ անդորրագրերի արկայության մասին։ Նրանք պատասխանել են, որ այդ անդորրագրերը արկա են եւ մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն դատարան։ Սակայն արդեն անցել է 2 տարի եւ ըստ ներկայացվածի այդ անդորրագրերը մինչ օրս դատարան չեն ներկայացվել։ Այս գործի վերաբերյալ հասարակության մեջ շրջանառության մեջ է դրվել նաեւ հայրավաճառ անվանումը։ Քոքոբելյան եղբայրները եւ Սուրեն Մանուկյանը 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանդես են եկել հակադիր քաղաքական ճամբարներում։ Ավելին, ըստ ներկայացվածի, Քոքոբելյանները ունենալով մեծ թվով աշխատողներ եւ ազդեցություն Աչաչուր գյուղում, նույնիսկ այդ պայմաններում պարտվել են Սուրեն Մանուկյանին հենց Աչաչուր գյուղում։ Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքում Սուրեն Մանուկյանն ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ Սուրեն Մանուկյանը, ըստ ներկայացվածի, հենց առաջին օրը հանձնել է ԴՆԹ փորձաքննության համար անհրաժեշտ նմուշները եւ ըստ փորձագետի եզրակացության նա երբեք չի առնչվել ենթադրյալ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանի հետ։ Հիշեցնեմ, որ սույն քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են գտնվում Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Մուրադ Մուրադյանը եւ Թաթուլ Պողոսյանը։ Մինչ օրս մեղադրյալներին պարզ չէ, թե կոնկրետ ինչ արարքի համար են նրանք ենթարկվում քրեական հետապնդման եւ ինչից պետք է պաշտպանվեն, քանի որ քրեական վարույթի նյութերում արկա չէ որևէ առարկայական ապացույց այն մասին, որ նրանցից որևէ մեկը կատարել է վերագրվող գործողությունները կամ որևէ կապ ունի ներկայացված մեղադրանքի հետ։ Ըստ էության, քրեական վարույթը հիմնված է ենթադրությունների վրա։ Իսկ մեղադրյալների առնչությունը ներկայացված մեղադրանքներին որևէ կերպ հիմնավորված չէ, այս քրեական գործով մի հանգամանք ակնհայտ է։ Վարույթն իրականացնող մարմինը չի ունեցել բավարար ապացույցներ անգամ շորթման հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Քրեական գործը հարուցվել է անհայտ կամ չբացահայտված աղբյուրի հիման վրա։ Այսինքն, արկա չէ այն հեռախոսը կամ այլ սկզբնաղբյուրը, որով, ըստ պնդումների, ստացվել է նշված նամակագրությունը, մինչդեռ քրեադատավարական օրենսդրությունը նման դեպքերում նախատեսում է ապացույցների, պատշաճ ստուգման եւ ամրագրման պարտադիր պահանջներ։ Այնուամենայնիվ ոչ միայն հարուցվել է քրեական գործ, այլև անձանց առաջադրվել է մեղադրանք, առանց բավարար եւ առարկայական ապացույցների արկայության։ Նշեմ նաեւ, որ այս փուլում արդեն ակնհայտ է դարձել, որ Սուրեն Մանուկյանի ազատությունից զրկելը պայմանավորված է նրա քաղաքական հայացքներով։ Սա դասական օրինակ է այն իրավիճակի, երբ անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այս քրեական գործի վերաբերյալ մյուս տվյալները կներկայացնենք հաջորդ տեսանյութում։ Մաս առաջինը համարենք ավարտված։ Սույն նյութը պատրաստվել է Սամվել Սարգսյանի իրականացրած հետաքննության արդյունքների հիման վրա։